Այսօր համերն ասեն, երեխաներ վերաբերվում է պարաբոլի տեղաշարժ։ Մենք պարաբոլի տեղաշարժի մասին արդեն ուսումնասիրություններ կատարել ենք, այսօր ավելի շատ ամրապնդում ենք և հիշում եք, որ ասեցի մենք այսօր պետք է պարաբոլի տեղաշարժը նայենք մեր համակարգիչների օգնությամբ։ Եվ դա դուք պիտի անեք, ես կտամ առաջադրանքներ, ըստ այդ առաջադրանքների և ձեր ծրագրին փորձեք գտնել պարաբոլին վերաբերող կետեր։ Ինչ ես կսկսեմ և դուք կսկսեք աշխատել, ես ուզում եմ մի փոքր կատարենք ամփոփ։ Ամփոփման համար ես պատրաստել եմ շատ փոքրիկ սլայդ, որպեսզի մենք կարողանանք միասին ամփոփել։ Եկեք միասին քննարկենք։ Պարաբոլի ստանդարտ տեսքը ո՞րն է։ Ո՞րն է պարաբոլի ստանդարտ տեսքը։ Մեկը հավասար է x քառակուսի։ Որ կետով է սկսում պարաբոլի այդ գագաթը ո՞րն է լինում ստանդարտ տեսքի։ Ստանդարտ տեսքի մի քիչ ակտիվ երեխաներ են։ Ստանդարտ տեսքի գագաթը ո՞րն է, իսկ եմ լսում եմ 0 0 ապրեք, ոչ թե 0 1, այլ 0 0։ Շնորհակալություն։ Հիմա գնանք առաջ, տեսնենք, ես ձեզ համար ստանդարտ տեսքը բերել եմ։ Սա պարաբոլի ստանդարտ տեսքն է, որը դուք շատ լավ ծանոթ եք։ Եվ պարաբոլի ստանդարտ տեսքի համար գագաթն է 0 0 և ճյուղերը։ Մանեջան, կարող ես ասել պարաբոլի ճյուղերը ինչով ենք գտնում, ինչի օգնությամբ։ Կանգնի որդիմանից։ Պարաբոլի ճյուղերը ինչն է ապրում, ասեք x քառակուսու դեպն եղած թիվը, այսինքն դա որն է մեր հետ գործակիցը, չէ երեխաներ։ Իսկ Գագիկ ջան, կարես ասես, ըստ այդ գործակցի ինչն եք որոշում։ Եթե գործակիցը դրական է, եթե գործակցի թիվը դրական է, ուրեմն ճյուղերը պարաբոլի ճյուղերը ուղղված են դեպի բերել։ Իսկ եթե բացասական թվերը դեպի ճյուղերը ուղղված են դեպի մեջը։ Մեր մոտ ճյուղերը որտեղ են ուղղված երեխաներ։ Մենք տեղաշարժեր գիտենք, չէ՞, մեր պարաբոլի տեղաշարժը ինչպիսի տեղաշարժ են գիտենք։ Ասակո ջան։ Չէ, կոնկրետ ասես վերև ներքև, աջ, ձախ, էլ ինչպիսի տեղաշարժ գիտենք։ Սիմետրիկ թարչունք, սիմետրիկ տեղաշարժ է, նաև ինչ տեղաշարժ եմ ես սովորացրել։ Մոդուլով, չէ՞ որ մոդուլով տեղաշարժը ինչպես է կատարվում։ Հիմա շատ արագ տեսնում եք, այստեղ տեղաշարժը մի կողմից է կատարվել, թե ո՞նց։ Երկու ինչ է եղել, աջ, ձախ կամ վերև ներքև, կախված ինչից մենք։ Հենց հաշից և կայից։ Եվ գագաթն էլ արդեն դառնում է սա մեր գագաթը դառնում է մինուս հաշ և կա։ Ինչն է փոխվում երեխաներ այս տեղաշարժի ժամանակ։ Ինչը գագաթը փոխվում է։ Էլ ինչը կարա փոխվի։ Ուղղությունը այդ տեղաշարժերի ժամանակ ճյուղերի ուղղվածությունը կարա փոխվի։ Օրինակ եթե ես այս տեսքով եմ տալիս։ Ուղղվածությունը չի։ Նույնն է, չէ՞ լինում, որտեղ x քառակուսու գործակիցը նույնն է։ Իսկ եթե հանկարծ ես թվով տամ գործակիցը, նայած ինչպիսի թիվ եմ տալիս, դրական է, բացասական քառակ։ Այսինքն, կոորդինատների ազդեցությունը ինչն է փոխվում։ Գագաթը, սիմետրիայի առանցքը, ճյուղերի ուղղվածությունը, մնում է նույնը, ձևը չի փոխվում, նորից ինչ է դառնում մեր գրաֆիկ, ինչի տեսքվի։ Ես ձեզ տվել էի, որ այդ ամփոփումը դուք խմբերով եք, չէ՞ անեք այդ տեղաշարժի ուսումնասիրություն։ Քանի որ դուք պատրաստել եք կարճ սլայդներ, մենք հիմա այդ կարճ սլայդները կտեսնենք։ Առաջին խմբի հետ կապված Մանե ջան, դու պատրաստել ես սալիկաշար, որը մեզ կներկայացնես մի փոքր արագ, որ բոլորս կարողանանք ու մենք աշխատանքներ խոսի։ Լսում ենք բոլորս։ Y-ը հավասար է fx plus a-ն է, այս ուղղությամբ ստացվում է, երբ fx-ի բոլոր արժեքներին գումարում ենք հաստատուն թիվ a-ն։ Այնուհետև շարունակ եք լավ, չեմ ներկել։ Գրաֆիկը տեղափոխում եք հայաց ուղղությամբ, եթե ամեծ է ջրը գրաֆիկի ջուղերը վերցնում են վերև, եթե ամփոքր է գրաֆիկի ջուղերը հիշում են ներքև։ Հիմա դու ինչ-որ բան ես կազմել, տեսնեք։ Այստեղ օրինակ եմ ես վերել, սերկիցը y հավասար է x քառակուսի և սերկույթով, հա, ստեղ ուղղակի դու կարայիք Մանե ջան, մի քիչ ավելի պատկերավոր պատկերացնելու համար
դու մի հատ y-ը հավասար է x քառակուսին գծեի ու դրա տեղաշարժը, որ մենք սենց նայենք ավելի բան, տեսնենք, շնորհակալություն Նանեի։ Իլիա։ Ես ուսումնասիրել եմ y-ը հավասար մինուս fx ֆունկցիան։ Դա ժամանակ x-երի առանցքը մնում է նույնը, իսկ y-երը դառնում են հագադիր։ X-երի առանցքը ինչ-որ հայերի է և գրաֆիկը հայերային հատապատկերում է տալիս։ Սա ինչով ես արել։ Միլիա ջան։ Ես արհեստական բանականություն։ Արհեստական դու էի խոսում։ Այո։ Ճարտարապետության հայրենիները Երևանում, Դուբայում եւ Փարիզում որոշ ժամանակակից շենքեր նախագծում են այնպես, որ դրանց արտացոլանքը ջրի կամ ապակու մեջ ստեղծի լրացված պատկեր։ Այդ արտացոլանքը ճիշտ նույնն է, ինչ y-ը հավասար մինուս fx։ Ցույց տուր այդ արտացոլանքը, նայեք երեխաներ։ Ջրի մեջ նույնը արտացոլանքը։ Շենքը գրաֆիկը ինչ տեսնեք, հա։ Օրինակ Սինգապուրի հենց Մարինա Սեյ Սանսի մոտ գտնվող լիճը արտացոլանքը ցույց է տալիս հենց y-ը հավասար մինուս fx ֆունկցիան, այստեղ բարձ երևում է նրա օրինակը։ Եվ այստեղ նկարների մեջ սրանք նույնպես y-ը հավասար մինուս fx ֆունկցիայի բարձ օրինակներ են, որտեղ ջուրը արտացոլում է լեռան կամ կամրջի շինության պատկերները։ Ապրես ուսումնասիրել է շնորհակալ։ Հաջորդը գորը։ Ինչ ես ուսումնասիրել։ Y հավասար է մոդուլ fx ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը։ Ինչպես է կատարվում։ Ցույց ես տվել։ Ինչ ես արել։ Ասա ինչ է, այդ կես գծերը ինչ է, ներքևում եղած մասը։ Եղած մասը շրջել ենք վերև։ Շրջել ենք դեպի։ Ահա, խոսի։ Y հավասար է մոդուլ fx, վերցնում ենք y հավասար է fx գրաֆիկը, պահպանում ենք բոլոր կետերը, որտեղ fx-ը մեծ կամ հավասար է 0, անդրադարձնում ենք x-երի առանցքի նկատմամբ դեպի վերային մասերը, որտեղ fx-ը փոքր է 0։ Իսկ հիմա ես ուզում եմ, որ դուք ինքներդ աշխատեք, ես նախապես խմբեր էի բաժանել, ինքներդ աշխատեք ծրագրով, համակարգչի վրա, դեսմոս ծրագրով պետք է աշխատեք։ Ես հիմա կբացատրեմ դեսմոս ծրագրի իմաստը, ոնց է աշխատելու, ինչ ենք անելու դեսմոս ծրագրով։ Դեսմոս ծրագիրը երեխաներ օգնում է, որպեսզի մենք գրաֆիկները ավելի հեշտ կարողանանք կառուցել։ Դեսմոս ծրագրով աշխատելու համար բացում եք ստեղնաշարը, որ ձեր աչքի առաջ լինի, հեշտ աշխատեք, հա, որ արագ աշխատեք, որտեղ ժամանակը կարճ է։ Հիմա ես կբացեմ ստեղնաշարը, ցույց եմ տալիս ոնց եք անում։ Տեսնում եք, երևում է ձեզ։ Այո։ Գտնում եմ y-ը հավասար է, y գրում եմ, հավասարի նշան, ասենք ինձ պետք է x քառակուսի ֆունկցիա։ Գրում ենք x, տեսնում եք այնտեղ գրած է a քառակուսի։ Տեսնում եք, սեղմում եմ a քառակուսու վրա։ Տեսա՞ք։ Դառավ ինչ։ Արագ։ Հիմա ենթադրենք, ես ուզում եմ մյուսը ստացեմ։ Մյուսը պատրաստեմ։ Y-ը հավասար է, նորից գրում եմ y հավասար է, ենթադրենք ինձ պետք է փակագծով, գրում ենք փակագծի առաջինը, x ենթադրենք հանած 2, բացատրած քառակուսի նորից, տեսա՞ք, տեղաշարժը կատարվել է 2 միավոր աճ։ Եվ ստեղ մի հատ էլ ուզում եմ մոդուլի պահը բացատրեմ, երեխաներ, նորից գրում ենք y, մոդուլը տեսնում եք այստեղ գրած է մոդուլա, տեսա՞ք, ես սկզբից ստեղծում եմ դրա վրա, հիմա հավասարը չդրեցի մի րոպե, հավասարը դնեմ, հավասար է, մոդուլ A, x քառակուսի, ասենք մինուս 8, տեսնում եք երեխաներ, մոդուլը չեմ փակել, ոնց եք տեսնում, x քառակուսի մինուս 8, երեխաներ նայեք, x քառակուսի մինուս 8-ը կանաչ գույնի գրաֆիկն է, երեխաներ ջան, ինչ է կատարվում, հիմա նայեք ուշադիր, ես ես բարձացնեմ, սկզբից ինքը 8 միավոր իջել էր ներքև, այս մասը, իջած եղել ներքև, պարաբոլի տեսքով, հետո երբ որ մոդուլ են, այսի բարձրացել էր վերև, պարզ է, հիմա, որպեսզի ժամանակ չկորցնեք, շատ արագ, գրում ենք տեղավորում ենք մեր համակարգիչների մոտ, այնտեղ գրած է խմբերը նայեք, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Բոլորը բացում են դեսմոս ծրագիրը, եթե ինչ-որ մեկը դժվարանում է, ես մոտենամ օգնեմ, բացում է դեսմոսը, բացեք, արագ, եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվում կարճերի, արագ, բացում է դեսմոսը ձեր մոտ։
Դեսմոսը բացի։ Հիմա ես տալիս եմ ձեզ առաջադրանքներ, խումբ առաջին, խումբ երրորդ, որն է խումբ երրորդը։ Խումբ չորրորդ և խումբ հինգերորդ։ Դուք սկզբից պիտի կառուցեք դեսմոսով X քառակուսի ֆունկցիայի գրաֆիկը, որոշեք գագաթը, ըստ ԱԲ-ի համար պիտի գրեք տեղաշարժը, որտեղ է կատարվել, ձգումը, սեղմում, եթե կատարվել է և ճյուղերի ուղղվածությունը։ Նայեք երեխաներ, ասենք ինձ պետք է գտնել այս կապույտ գույնի գրաֆիկի պարաբոլիկ գագաթը։ Տեսեք, ես գագաթի վրա սեղմեցի, տեսա՞ք, գրված է տակը 2-0։ Դա իմ գագաթի կոորդինատն է։ Օրինակ կանաչ գույնի պարաբոլիկ գագաթը, տեսնում եք այն վերևինը, սեղմեցի, գրած է 0, դուք էլ այդ այնց պիտի սեղմեք ու հարցերին պատասխանեք։ Գալիս եմ, ես մոտենում եմ ձեզ։ Ընդ որում երեխաներ, ես ձեզ նշացնեմ, որ ընկածում նայեք ձեր աշխատանքները ես ծնկացնեմ։ Հատում եք ավելապիկ ու աշխատեք երկուսով աշխատեք։ Դու էլ աշխատի տեսնեմ, դա վիճակ։ Երեք հատ է արագ եք աշխատում։ Մյուսները դեր աշխատեք։ Մեկը գրաֆիկի վրա, որտի արագ լինի, մեկը ցույց տվեք, մյուսը գրեք, որ արագ լինի, վրա, ուղղությունը, տեղաշարժը, ես այդ աշխատանքները ձեր նայում, ակտիվ մասնակցում են։ Մի հատ թող հիմա այն վերիկը ցույց տա, տեսնեմ կարողանում ենք գրաֆիկը ճիշտ ընթացնել։ Օրինակ այս նրա գագաթն է։ Դու եք գրում ես, հետո դու ես ցույց տալիս վարքեն։ Ձեր մոտ խնդիր չկա, աշխատում եք, մանեջան թող հիմա Արմանը ցույց տա, տեսնել կարողանում ենք գրաֆիկը գտնել։ Գրաֆիկը Y, գրի այն Y, հավասար է, ապրեք, ստացվում է ձեր մոտ։ Արագացեք, դու կարողանում եք հարցերի պատասխանել, նայեք, նշվանից որն է մարակ, ձեզ ով նշվում, էլ ով, լավ, ստեղ էր, հետո մենք երկրորդ առաջադրենք արդեն որ հասկանանք ինչի չկգծենք։ Սա է ճյուղերի ուղղվածությունը, հիշում եք երեխաներ։ Նոր դու ասեցիք ճյուղերը եթե ինչա, դե փորձեք։ Այս բն գրեք, հետո այն կանցնեք, սկսեք։ Գագիկ ջան, աշխատի, ձեր մոտ խնդիր ունեք։ Ամեն մեկի համար առանձին ես գրում։ Տեղաշարժը դեպի աչա գնացել, դեպի, մի հատ էլ տվեք մանեն թող գրաֆիկը մյուս կառուցի։ Ովքեր են վերջացնում, հրացվեք 3 րոպե ա մնացել, ես պիտի վերցնեմ։ Մի հատ նորից քննարկենք ես հավաքել։ Այդ վերջացրել եք ապրեքտում։ Ձեր աշխատանքը տեսակ, հիմա ես որպես երկրորդ առաջադրանք, դուք պիտի դեսմոսով մի փոքրիկ գրաֆիկը տեսնեմ ոնց է կառուցում։ Պետք է գրաֆիկերի դեսմոսով կառուցեք երկու գրաֆիկա։ Ու գրածա Տեաձե Մաղուսյան, օգտվում եք Տեաձե Մաղուսյանից։ Պիտի գրեք նմանությունը և տարբերությունը։ Այդ երկու գրաֆիկները ինչով եղան հիմար, այսինքն ինչ եղավ նույնը և ինչով եղան տարբեր։ Անպայման էսի անջրումը մաքրեք, որ նորից երկու գրաֆիկ գծեք։ Ձեր առաջի առաջադրանքը արդեն մաքրեք, Վազգեն ջան վերցնում տղաս։ Դարձում եք Մաղուսյան։ Հիմա նայեք Գագիկ ջան, իրար հետ փորձում եք գրաֆիկը կառուցել։ Գրում ես, բացի սա, ստեղ սեղմի, ապրես, վերջ Y-ը հավասար է, X, X-ը տուր է, X, տեսա, քառակուսի, տեսար քառակուսի, հիմա մանել, դու ես վերջնում, գրում ես, Y-ը, նորից ճարում ես Y-ը, ես այսա, բացած է, բացելական, Y, ես այդ Y, Գագիկ օգնի իրեն, օգնի, Գագիկ ջան, դե գծի մանել դու հետ, երեխաներ հարց ունեք, ես գնահատում եմ նաև ձեր աշխատանքները, երկու հատ է գծեք երեխաներ, որ պարզ երևա, Գագիկ, ստացվեց մանել մոտ, օգնեմ ձեզ, գրի, ապարտատի չի հատում, գագաթի տակ, տեք, այո,
Սա Տարբեր են, ոսում նույնպես, տեխնիկա բարի հա, տարբեր են, տեսնում ասեք երեխաները տեսնում են տարբերությունը շատ է մեկը ինչ է, ճուղերը մեկը տարբերությունը, մեկը վիներա, մեկը ներքևա գատիկ օգներ ձեզ կառուցելուն Հանեջան օգներ, կառուցեցի քարակուսին էսա սեղմի ստավրա էսա, այստեղ սեղմի Դա ուրիշ տեղ է։ Դա մեր պակն է, մեր քարակուսի սեղմի տեղ կատուկ Այս վերևին է սեղմի Հիմա դու X քառակուսի հանած 4 մանե հանածը տեսնում ես մանեջան հանած այս է տալտեր հանած 4 երեխաներ կա հարցեր գրաֆիկի հետ կապված հավաքում եք երկրորդ առաջադրանքները վերջացրեցի որպեսզի դուք ազատ աշխատեք եկեք նստենք ձեր մեր տեղերում մենք պետք է մի հատ ամփոփենք մնացնենք երկի քադրեր ինքները ձեզ գնահատեք, ես արդեն գնահատել եմ։ Եկեք գնահատեք ձեր 10-րդ որոնք երկի կարդեք, որտեղ կա հարցեր, որոնք դուք պետք է լրացնեք, երկի քարտը կոչվում է 2 հաստ պլյուս 1 հարց։ Այսինքն դուք պիտի գրեք ինչն է հաստ, ինչը իմացած, ինչն է հաստատել դուք եք, եւ ինչը մնաց է նոր հարց։ Սա երկի քարտը։ Կդրեք չունեք։